Պարոն Իսակունյանը խոսեց երեք վարչապետի արժեում ելույթի մասին, որքանով եք, կուզեմ երկուստ էլ պատասխանեք, որքանով եք համարժեք համարում երեք նախագահների գրասենյակների պատասխանները Նիկոլ Փաշինյանի այսպիսի արտահայտություններին, ձեզ պատերով կտամ, այդտեղի ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կբերեմ, ոտի տակ կտամ, վեր ընկեք տեղները, ձեներդ կտրեք նմանատիպ արտահայտությունների։ Դե ամեն ինչ սպասելի է Նիկոլ Փաշինյանից, որ այդպես արտահայտություններ կանի, գիտեք, այն որ գրասենյակները պատասխանեցին, պատասխանները շատ հստակ էին, ներողություն եմ խնդրում, որևէ մեկին առավելություն չեմ տալի, բայց երրորդ նախագահի պատասխանը, որ շրիշակից ավելի ցածր մարդկանց հետ ոչ բանակցում են, առավել ևս ոչ էլ բանավիճում են ինչ-որ խնդրի հետ կապված, նրանց ուղղակի արհամարհում են, շատ տեղիներ եւ գիտեք, ես ուրիշ մի բանից էլ եմ վախենում, այսօր իմ, ասում է, պահապան հրեշտակը Աննայի հետ առավոտյան բնականաբար դատի խնդրով պայմանավորենք, որ ոնց գանք դատարան, այնտեղ քննարկեցինք նաեւ այդ հարցը, որ այդ ուղղված չէր այնքան հայ ժողովրդին ու երեք նախագահներին, որքան դաբրո էր տալիս Ալիևին, որ ընդեղ են երեք նախագահների մարմինները փրթոտել, որ ինքը թույլ չի տա, որ այդ մարդիկ երբևէ Հայաստան գան, մաս կտրտելու է։ Նաև այդ կարող է ունենալ այդ ենթատեքստը, գիտեք, որտեղ այստեղ այդ կատաղությունը եւ նաև չի բացառվում, որ ակնարկեր Ալիևին, որ եթե դու լավ պահանջես, ես երեքին էլ կհանձնեմ քեզ, որպեսզի դու տեղ դատես, որտեղ այստեղ արդեն իմ ներվերը սղոցում են։ Այն որ ասում են իբրև թե ժողովրդի ներվերը, չէ, ժողովրդի հետ կապ չունի։ Խոսքը իր ներվերի մասին է եւ ես կարծում եմ, որ դրա տակ այդ տողերի տակ այդ վտանգը կա, որ այն 3-ին պահի նեղել են 3 նախագահ, չէ։ Այս 3-ին էլ նույնիսկ ես զարմանում եմ, որ արդեն Լևոն Տեր-Պետրոսյանն է պատրաստ հանձնել, էլի, որտեվ առաջի պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Իսկ այդ ակնարկներ իր խոսքի մեջ կար, հենց որ ես կարծում եմ, որ այս մարդը շատ հեռուն գնացող դեռ նպատակներ ունի Հայաստանը վերջնականապես ոչնչացնելու եւ բոլորին Ադրբեջանին սկուտերի վրա մատուցելու առումով։